Հիսուսը Մատթեոս 6-րդ գլխի առաջին բաժնում իր շեշտը դնում է այս երեքի վրա։ Եվ նորից ենք կրկնում, որ ուշադրության կենտրոնում ոչ թե գործողություններն են, այլ դրանց ներքին շարժառիթն է։ Ինչպես գիտենք, Հիսուսի ապրած ժամանակաշրջանում աղքատությունը լայն տարածված էր։ Բնակչության մոտորապես 90%-ը կարիքավոր էր և բարի գործանելը շատ կարևոր էր և նաև համարվում էր կրոնական խավի առաջնային նպատակներից մեկը և կրոնական մարդիկ պիտի հոգ տանեին այդ մարդկանց համար։ Բայց Հիսուսը զգուշացնում է, որ նույնիսկ բարի գործերը կարելի է անել սխալ ձևով։ Օրինակ, ոչ թե դիմացինին սիրուց դրդված, այլ իր անձի և փառքի համար։ Որոշ մարդիկ ցուցադրական էին անում իրենց առատաձեռնությունը, որպեսզի համբավ ձեռք բերեն, որպեսզի մարդիկ ծափահարեն և որպեսզի մարդիկ իրենց զգովեն։ Եվ այստեղ նորից ու նորից Հիսուսը սովորեցնում է, որ ողորմությունը պետք է լինի իրական և ոչ թե դերասանական ցուցադրության համար։ Հովիվներից մեկը վկայություն է տալիս ասելով, երբ մանուկ էինք, ծնողներիս հետ եկեղեցի էի գնում։ Եվ ծնողները մեզ տալիս էին մետաղյա դրամներ, կոպեկներ այսինքն, եւ այդ մետաղադրամները, եւ որ գցում էին գանձանակի մեջ, բարձր զրնգոց էր գալիս, եւ մենք ուրախանում էինք երեխաներս, եւ որ այդ զրնգոցը գալիս էր, ժողովուրդը շրջվում էին եւ տեսնում, թե արդյոք ով է այդ մետաղադրամը գցել։ Եվ ասում է, մի անգամ ես նկատեցի, որ մի ծեր կին թղթադրամ է գցում։ Եվ այդ թղթադրամի ձայնը ոչ ոք չլսեց, ոչ ոք չշրջվեց, բայց այդ ձայնը իջավ, այդ ձայնը լսեց միայն Աստված, եւ այդ թղթադրամը իջավ ինչպես մի փետուր, եւ ոչ ոք հետ չշրջվեց։ Այսօր պիտի ընթերցենք Աստծո խոսքը, որ գալիս է մեզ Մատթեոս 6-րդ գլուխ 1-4 համարները։ Լսենք Աստծո խոսքը։ Զգույշ եղեք, որ ձեր ողորմությունը չանեք մարդկանց առաջ նրանց ցույց տալու համար, այլապես վարձ չեք ունենա ձեր հորից, որ երկնքում է։ Արդ երբ ողորմություն անես, մի փողահարիր քո առաջ, ինչպես կեղծավորներն են ժողովարաններում և փողոցներում անում, որպեսզի մարդկանցից փառավորվեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, նրանք իրենց վարձը ստացել են։ Բայց երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե քո աջը ինչ է անում, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ հայտնապես կհատուցի։ Եկեք աղոթենք։ Սիրելի Հայր, խոնարհվում ենք քո առջևը Տեր եւ խնդրում ենք, որ քո հոգիով առաջնորդես մեզ եւ օգնես, որպեսզի հասկանանք քո խոսքի խորությունը եւ նայես մեզ ուշ տաս, կամք տաս, որպեսզի կարողանանք քո խոսքին հնազանդվել եւ կարողանանք քո խոսքով ապրել։ Հիսուսի անունով, ամեն։ Հատվածը սկսվում է ասելով. զգույշ եղեք, որ ձեր ողորմությունը չանեք մարդկանց առաջ, նրանց ցույց տալու համար, այլապես վարձ չեք ունենա ձեր հորից, որ երկնքում է։ Սիրելիներ, Քրիստոսի համայնքը, հավատացյալը միշտ պետք է հիշի, որ բարի գործը արդար է միայն այն դեպքում, երբ այն ծնվում է Աստծո հանդեպ սիրուց եւ ծառայության ցանկությունից։ Երբ գործը դառնում է միջոց սեփական հեղինակություն կամ մարդկանց աչքում բարեպաշտ երևալու, դա այլևս ծառայություն չէ, այլ ինքնագովության ինչ-որ մի ձև է։ Եվ Հիսուսը զգուշացնում է. զգույշ եղեք։ Հատվածը այդպես է սկսում. զգույշ եղեք։ Եվ սա հրահանգ է։ Հրահանգ է ոչ թե գործը դադարեցնելու, այլ վերանայելու մեր սրտի շարժառիթը։
ինչ որ անում ենք, ինչու ենք անում։ Նա չի ասում մի տվեք, այլ ասում է մի տվեք այնպես, որ մարդիկ տեսնեն ձեզ ու ձեզ գովեն։ Սա սիրելիներ նշանակում է, որ երբեմն բարի գործը կարող է կորցնել իր արժեքը եւ որ այն արվում է մարդկանց ուշադրությունը գրավելու համար։ Իհարկե կան դեպքեր, եւ որ բարի գործերը անում են եւ դա մարդիկ տեսնում են, հրապարակային է եւ մարդիկ խոսում են դրանց մասին։ Հարցը սրա մասին չէ։ Հարցը նրա մասին է, թե արդյոք մենք ի սկզբանե ձգտում ենք անենք, որպեսզի մարդիկ տեսնեն, թե չէ։ Որն է մեր շարժառիթը։ Եթե մեր նպատակը անելն է, որպեսզի մարդիկ տեսնեն, Աստծո խոսքն ասում է, որ դուք ձեր վարձը ստանում եք այստեղ, այս երկրի վրա։ Եվ այլևս մի սպասեք վարձատրություն ձեր երկնավոր հորից։ Եվ ամեն մեկը սիրելիներ պետք է գիտակցենք եւ հասկանանք, որ բարի գործելը չի սկսվում ձեռքից, չի սկսվում գրպանից, ապա սկսվում է սրտից։ Եթե չկա ներքին արդարություն, եթե չկա հոգատարություն մարդկանց հանդեպ, ապա արտաքին արարքը դատարկ է։ Եթե մենք չենք մտածում մարդու մասին, այլ մտածում ենք, թե ինչ կասեն մարդիկ մեր մասին, դա ուրեմն փուչ է, որովհետև Աստված չի նայում արտաքին գործերին, Աստված նայում է մեր շարժառիթին։ Եվ Աստված տեսնում է ամեն մեկի սիրտը, ինչ է կատարվում մեր սրտում։ Եվ Քրիստոսն ասում է, զգույշ եղեք, որ ձեր բարիքը չանեք, որպեսզի մարդիկ տեսնեն եւ գովեն ձեզ։ Զգուշացնում է։ Եվ շարունակելով ասում է, արդ երբ ողորմություն անես, մի փողահարիր քո առաջ, ինչպես կեղծավորներն են անում ժողովարաններում եւ փողոցներում, որպեսզի մարդկանցից փառավորվեն, ճշմարիտ եմ ասում, նրանք իրենց վարձը ստացել են։ Հիսուսը չի ասում, երբ ողորմություն անես, կամ անես, կամ չանես, եթե պետք է անես, ասում է, երբ որ ողորմություն կանես։ Այսինքն, սա ենթադրում է, որ Հիսուսի հետևորդները պարտավոր են, իրենց պարտականության մեջ է մտնում ողորմություն անելը։ Հարցը այն չէ, կանենք, թե չենք անի։ Հարցը կայանում է նրանում ինչպես կանենք, ինչպես Քրիստոսի հետևորդը ողորմություն կանի։ Երբ Սուրբ գրքում մենք կարդում ենք եւ տեսնում ենք, որ շատ անգամ նշվում է ողորմություն անելու մասին, եւ այսօր էլ մենք կարդացինք առաջի հատվածում կարիքավորների մասին, օտարականների մասին, եւ որ այգիդ հավաքես եւ տակը մնա ինչ-որ մի բան, հետ մի գնա, թող օտարականին, որփին, որփեվայրին։ Եվ երկրորդ օրինաց 15-րդ գլուխ 11 համարում ասվում է, որ աղքատներ միշտ կլինեն ձեր առաջ եւ նրանք ձեր առաջ են, որպեսզի մենք կարողանանք օգնել նրանց, որպեսզի կարողանանք նաեւ այդ ձևով ցույց տալ մեր հավատքը։ Եվ Հիսուսն ասում է, որ զգուշացեք, որ ձեր բարի գործերը չվերածվեն բեմականացման։ Նայեք, փող մի հնչեցնի քո առջևդ, մի փողահարիր քո առջևդ։ Եվ սա կենթանի պատկեր է մի գործողության, որ ոչ միայն ձայն է արձակում, այլ ուշադրություն է գրավում։ Պատկերացրեք, մեկը փող է հնչեցնում։ Ինչ պիտի անեն, պիտի շրջվեն եւ բոլորի ուշադրությունը պետք է այն կողմ գնա։ Եվ Հիսուս ասում է, եւ որ բարիք ես անում, փող մի հնչեցնի, մի փողահարիր։ Դա կեղծավորների մեթոդն է։ Իմ համայնքը, քրիստոնյա համայնքը պետք է խուսափի այդ կեղծավորությունից։ Եվ որ բարիք ես անում, փող մի հնչեցնի, որովհետև այդ մարդիկ դեր են խաղում։ Նրանք իրականում այն չեն, ինչ որ ներկայացնում են։ Նրանց սիրտը չքավորի եւ կարիքավորի կողքին չէ, այլ ավելի փող են հնչեցնում, որպեսզի հասարակությունը շրջվի եւ իրենց նայի։ Եվ հետաքրքիր է, Հիսուսն ասում է ժողովարանների մասին եւ փողոցների մասին։ Ասում է, ինչպես կեղծավորներն են անում ժողովարաններում եւ փողոցներում։
Ժողովարանը ինչու է շեշտում, որովհետև ժողովարանում բազում մարդիկ են հավաքվում եւ այնտեղ այն ժամանակ տեղի են ունենում դատավարություններ եւ այլն, այսինքն հասարակությունը կար, ժողովուրդը կար եւ բարիք անելը անպայման կնկատվեր։ Նույնը փողոցներում, անցուդարձի մեջ շատ մարդիկ կան եւ որ ինչ որ մեկը բարիք աներ, նվիրատվություն աներ, այնտեղ անպայման կնկատվեր։ Այս երկու տեղերը ժողովարան եւ փողոց հանրային ուշադրության կենտրոններ էին եւ Հիսուսը օրինակ է բերում ինչպես կեղծավորներն են անում ժողովարանում եւ փողոցներում դուք այդպես մեկ անի ձեր ողորմությունը մեկ դարձնի բեմադրության նման մարդիկ ասում է Հիսուսը ստացել են իրենց վարձը որովհետեւ նրանք փնտրել են մարդկանց գովասանքը եւ նրանք այս երկրի վրա ստացել են մարդկանց գովասանքը այլևս ոչինչ չի սպասվում իրենց Աստվածաշնչյան լեզվով ասած նրանք ամբողջովին վարձատրվել են երբ որ սիրելիներ մենք բարիք ենք անում որպեսզի մարդիկ տեսնեն մարդիկ գովեն մեզ մենք մեր վարձը ստանում ենք եւ այսօր ավելի շատ տեսնում ենք եւ որ ինչ որ մեկը բարիք է անում համացանցում անմիջապես տեղադրվում է լայքերի տեսքով մենք մեր գովասանքը ստանում ենք կամ դրանով ցույց ենք տալիս մեր ով լինելը բայց երկնային վարձը հարց է կա թե մնում է դատարկ Համասանի դասախոսներից մեկը իր ուսանողներին հարցնում է ասելով Ինչու եւ որ մարդկանց հետ նոր ենք ծանոթանում մենք հաճախ մոռանում ենք մարդկանց անունները Եվ աշակերտները տարբեր պատասխաններ են տալիս եւ դասախոսը ասում է որովհետեւ ծանոթության ժամանակ մենք ավելի շատ կենտրոնանում ենք մեր վրա թե ինչ տպավորություն կթողնենք դիմացինների վրա Դրա համար հաճախ չենք հիշում մարդկանց անունները կենտրոնում մենք ենք լինում եւ մարդ արարածը այդպեսին է եւ այսօր աշխարհը գնում է այդ ուղղությամբ մարդակենտրոն աստվածաբանությունը կա մարդն է կենտրոնում ամեն բան շրջվում է իր շուրջը եւ դրա համար մենք շատ բան բաց ենք թողնում եւ Հիսուսը սրա վրա է կենտրոնանում ասելով եւ որ ողորմություն անես փող մի հնչեցնի բեմականացում մի պատրաստիր այլապես վարձ չես ունենա եւ հարց է առաջանում ինչպես պետք է արվի որ ընդունելի լինի Աստծո առջև եւ երրորդ համարում Հիսուսն ասում է երբ դու ողորմություն անես թող քո ձեռքը չիմանա թե քո աչքը ինչ է անում Եվ սա ոչ թե պարզապես խորհրդանշական պատկեր է, այլ Հիսուսի կողմից հստակ ուղեցույց է, որպեսզի ողորմությունը գաղտնի կատարվի եւ իսկական հավատքը, իրական հավատքը չի փնտրում փառք, այլ փնտրում է Աստծո հաճությունը։ Եվ որ ողորմություն անես, սա բայի ներկա ժամանակ է եւ ցույց է տալիս, որ ողորմությունը պետք է արվի շարունակական ձևով ոչ թե մեկ անգամ անես եւ վերջացնես սա քո կյանքի մի մասնիկը պիտի լինի եւ ողորմությունը պետք է լինի ի սրտե ձախը չիմանա թե ինչ է անում սա նաեւ ընդգծում է որ մենք չենք կարող նույնիսկ մեր մեջ ինքնագովես տանք մեզ ասելով տես ինչքան լավն ես դու ինչքան լավ բարիք ես անում ձախդ թող չիմանա թե ինչ է անում աչդ կամ աչդ չիմանա թե ինչ է անում ձախդ սա նրա մասին է որ մենք մեր արածով չենք կարող մենք մեր արարքով չենք կարող պարծենալ մենք չենք կարող ինքներս հայելի առջև կանգնել եւ ասենք ինչքան լավն ես դու այս բարիքը կատարեցիր սա էլ է տանում մարդակենտրոնության ոչ միայն ուրիշները չպետք է իմանան այլ նույնիսկ մենք չպետք է կենտրոնանանք մեր վրա եւ ասենք թե ինչքան լավն ենք Աստվածաբաններից մեկը ասում է քրիստոնեական նվիրատվությունը պետք է բնութագրվի ինքնազոհաբերությամբ եւ ինքնամոռացությամբ այլ ոչ թե ինքնագովեստով զոհաբերությունը պետք է լինի
բնութագրվի ինքնազոհաբերությամբ, ինքնամոռացությամբ եւ ոչ թե ինքնագովեստով։ Երանելիների մեջ Մատթեոս ավետարան 5-րդ գլխում մենք նաեւ լսեցինք Երանի ողորմածներին, քանի որ նրանք ողորմություն պիտի գտնեն։ Եվ լսեցինք քարոզի մեջ, որ ողորմած լինելը ավելի ներքին անձի հետ է կապված։ Մարդը պետք է ողորմած լինի եւ դրանից է գալիս մեր տալը։ Առաջին հերթին մենք մեր անձերի մեջ պետք է ողորմած լինենք եւ դրանից բխում է արդեն իսկ գործողությունները։ Եվ մենք տալիս ենք Քրիստոսի համայնքը, ճշմարիտ աշակերտը տալիս է առանց սпасելու գովասանքի, առանց հաշվարկի, առանց ցուցադրելու եւ իր սիրտը ավելի շատ Քրիստոսի հետ է, սիրելով մարդկությանը, սիրելով մարդկանց, դրա համար է զոհաբերում եւ ոչ թե որպեսի մարդիկ գովեն եւ մարդիկ իրենց փառաբանեն։ Եվ այստեղ նաեւ բայց կարեւոր է մի շատ པարզ բան։ Սա մեզ թող չտանի մի ծայրահեղության եւ ասենք, եւ որ բարի գործ ենք անում, անպայման պիտի թաքցնենք այդ ամենը։ Չի ասում, որ Հիսուսը եւ որ աղոթես եւ մեկը տեսնի սխալ է, եւ որ ողորմություն անես մեկը տեսնի ուրեմն մեղք ես գործում։ Սրա մասին չէ խոսքը։ Մեղք չէ եւ որ մարդիկ տեսնեն քո հյուրընկալությունը։ Մեղք է անել, որպեսզի մարդիկ տեսնեն։ Սրտի շարժարիթը շատ կարեւոր է։ Այո, մենք աղոթում ենք եւ մարդիկ տեսնում են, բայց եթե մենք կանգնենք աղոթենք, որպեսզի մարդիկ տեսնեն, դա արդեն իսկ սխալ շարժարիթ է եւ Հիսուսը սրա մասին է խոսում։ Սիրելիներ, բարի գործելու պարզ ցանկությունը երբեք չպետք է փոխարինվի ճանաչված լինելու ցանկությամբ։ Այո, մենք կարող ենք ճանաչված լինել, բայց մեր արարքը պիտի չտանի դրան։ Մենք այդ նպատակով չպետք է որ բարի գործենք։ Երբ մեր սիրտը մաքուր է, մեր շարժարիթը ճիշտ է, այդ ժամանակ Աստծուն մենք ավելի մոտ ենք գտնվում։ Եվ Հիսուսը զգուշացնում է այս կեղծավորության դեմ եւ չի ասում, որ մենք պետք է խուսափենք մեր հավատքը տեսանելի դարձնելուց։ Իրականում քրիստոնյա համայնքը պետք է իր հավատքը տեսանելի դարձնի, բայց շարժարիթը, նպատակը եւս մեկ անգամ ասում ենք, որ շատ կարեւոր է։ Եվ Քրիստոսը ենթադրում է, ցանկանում է, որ իր համայնքը, իր աշակերտը իրենց հավատքը ցուցադրեն նույնիսկ տալով, աղոթելով, եւ սա նշանակում է, որ շարժարիթը, մեր ներքին շարժարիթը շատ էական եւ կարեւոր է։ Եվ 4-րդ համարում Հիսուսն ասում է, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի եւ քո հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ հայտնապես կհատուցի։ Հիսուսը հիշեցնում է, որ նույնիսկ այն գործերը, որ մենք ծածուկ ենք արել, գաղտնի ենք արել եւ ոչ ոք չի տեսել, դրանք աննկատ չեն մնում։ Աստված տեսնում է ամեն գաղտնի գործ, թե բարի եւ թե չարը։ Եթե նույնիսկ մարդիկ չեն նկատում, եթե չնկատվի մարդկանց կողմից, Աստծո կողմից աննկատ չի մնում։ Եվ Հիսուսը այստեղ օգտագործում է հետաքրքիր բառամթերք, ասելով, որ քո հայրը կտեսնի։ Եվ սա անմիջական է, սա ջերմ է եւ սա սիրող հայրն է։ Չի ասում մի Աստված կտեսնի, ով որ հեռվում է, ով որ քեզ չի ճանաչում, այլ ասում է քո գաղտնի գործը, որ դու անում ես, քո հայրը պիտի տեսնի։ Եվ սա ջերմ հարաբերություն է։ Սա մի բան է, որ հայրը մեզ ճանաչում է եւ հայրը մեզ կհատուցի մեր ամեն արած գործերի համար։ Բայց այստեղ եւս կա նուրբ գիծ։ Եվ սրանից էլ պետք է զգուշանանք։ Եթե մենք անում ենք վարձատրության համար, մենք կրկին շեղվում ենք նպատակից։ Նույնիսկ եթե գաղտնի անենք, որ ոչ ոք չտեսնի, բայց ես իմ մտքում ունենամ, որ ինչ որ բարիք գործեմ, եւ Աստված դրա փոխարեն ինձ կվարձատրի, սա այլևս նորից կատարվում է ոչ թե մարդուն սիրելով, այլ ինչ որ գործակ ենք անում Աստծո հետ։ Ես այս բանը կանեմ,
դու էլ ինձ այս ձևով կօրհնես։ Նորից շեղվում ենք հավատքի բուն էությունից, եւ Քրիստոսն ասում է, եւ որ անում ես, եւ որ բարիք ես անում, առավել պետք է մենք կենտրոնանանք անձի վրա, եւ ոչ թե ինչ կստանանք, եւ որ այդ բարիքը մենք անենք։ Սիրելիներ, մենք Աստծուն ծառայում ենք ոչ թե նրա համար, թե ինչ կստանանք Աստծուց, կամ Աստված մեզ կվարձատրի, այլ մենք ծառայում ենք Աստծուն, որովհետև սիրում ենք Աստծուն։ Եվ սա նույն շարժառիթը պետք է լինի։ Մենք բարիք պիտի անենք մարդուն, ոչ թե այն ակնկալիքով, որ դրա փոխարեն մենք պիտի վարձատրվենք, այլ սիրուց դրդված մենք պետք է կարողանանք մեր վկայությունով ցույց տանք, որ մենք սիրում ենք Աստծո պատկերով ստեղծված անձին։ Եվ ոչ թե տարբեր մաթեմատիկական հաշվարկներ անենք։ Եվ այո, Աստված վարձատրում է, բայց մեր մտքում այդ գաղափարը պիտի չլինի։ Եվ հիշենք, սիրելիներ, որ հատուցումը միշտ չէ, որ նյութական ձևով է։ Աստվածաբաններից մեկն ասում է, որ Աստված ինքը քրիստոնյաների պարգևն է։ Աստված ինքը մեծագույն պարգևն է ամեն մեկիս համար։ Ինչ մեջ շնոր առանձնաշնորհում է, որ մենք գտնվում ենք Աստծո ներկայության մեջ, որ մենք կոչվում ենք Աստծո զավակներ, դրանից մեծ պարգև ակնկալել կամ փոխել այդ պարգևը նյութական ինչ-որ բանի հետ, սա ծիծաղելի է։ Իրապես Աստված ամեն մեկիս համար ամենամեծ պարգևն է։ Սիրելիներ, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որ հաճախ բարիք գործելը ուղեկցվում է բարձրաձայնությամբ, համացանցային ցուցադրությամբ, երբ որ ինչ-որ բան ենք անում, նշեցինք, որ անմիջապես հայտնվում է էկրաններին, մենք որպես մարդ այո ունենք այդ թուլությունը։ Մենք ուզում ենք, որ մեզ ծափահարեն, մենք ուզում ենք, որ մեզ գովեն, մենք ուզում ենք, որ մեզ բարի խոսքեր ասեն, բայց եկեք հարց տանք ինքներս մեզ, ինչ ենք կորցնում մենք այդ ցուցամոլության մեջ, կամ ինչ է կորցնում քրիստոնեություն այդ ցուցամոլության մեջ։ Նախ մենք վտանգի տակ ենք դնում Քրիստոսի ուսմունքը, մենք շեղվում ենք նրա ուղից, մենք կորցնում ենք հավատքի բուն էությունը, մեր ցանկությունը դառնում է տեսնել, տեսնվել, լսվել, սիրվել, ճանաչվել, այլ ոչ թե ծառայել, ոչ թե զոհաբերվել կամ սիրել։ Եվ հենց այստեղ է, որ Քրիստոսի խոսքը մեր առջև բացում է մեկ այլ իրականություն։ Նա մեզ հրավիրում է մի ուրիշ ճանապարհի, որտեղ ավելի կարևոր է համեստությունը, ավելի կարևոր է գաղտնիությունը եւ սրտի մաքրությունը։ Ջոն Կալվինը, աստվածաբան, ով երբեմն հայտնի է իր խիստ մոտեցումներով կամ անզիջում մոտեցումներով, ասում է. ուզեմ բառացի ընթերցեմ. մեր հավատքի եւ երկրպագության մեջ ցանկացած վերաբերմունք կամ ազդեցություն, որը ստիպում է մեզ հիմնականում մտածել մեր մասին եւ ստեղծել տպավորություն մեր մասին, շեղում է հավատքի գլխավոր նպատակը։ Եվ մեր հավատքի գլխավոր նպատակը, ասում է Կալվինը, նա է, որ ճանաչենք Աստծուն եւ ճանաչվենք Աստծո կողմից։ Իսկ եւ որ դրա փոխարեն գալիս են ուրիշ բաներ, որպեսզի մենք ճանաչվենք, մենք լսելի լինենք, մենք սիրվենք, մենք շեղվում ենք հավատքի բուն էությունից։ Երբ հավատքը, սիրելիներ, դառնում է բեմ, մենք զրկվում ենք Քրիստոսի ներկայությունից։ Եվ իրական հավատքը մարդուն մղում է ոչ թե ինքնագովասանքի, այլ համեստության։ Մինչև աշխարհն ասում է թող քեզ նկատեն, ցույց տուր քո բարությունը, կիսվիր, որ ճանաչվես, Հիսուսն ասում է տուր առանց ձայնի, փող մի հնչեցնիր, աղոթիր առանց հանդիսավարության, որ հետո կտեսնենք, մյուս պատգամների մեջ ծոմ պահիր առանց ցուցադրության։ Եվ Աստված, սիրելիներ, մարդկության հանդեպ իր սերը ցույց տվեց, իր սիրուց դրդված ինքը եկավ եւ բարձացավ խաչի վրա
եւ իր ամենամեծ նվիրատվությունը եղավ խաչի վրա, ոչ թե որպեսի մարդիկ իրան գովեն, այլ սիրուց դրդված Քրիստոսը թողեց երկնային փառքը եւ իջավ ծառայի կերպարանք առավ, խաչվեց, հարություն առավ, որպեսի մենք կարողանանք իրեն հետ երկնային արքայության ժառանգորդները լինենք։ Եվ այսօր սիրելիներ մենք առիթ ունենք մտածելու, թե որտեղ ենք մենք ձախողվում, որտեղ ենք մեր կյանքի մեջ, որ մենք ուզում ենք, որպեսզի այդ ցուցամոլությունը ցույց տանք, որ մարդիկ մեզ տեսնեն, ծափահարեն։ Արդյոք մենք ապրում ենք ավետարանի սկզբունքի համաձայն, թե ուզում ենք մարդկանց ծափահարությունները եւ գովասանքը։ Եվ պատգամը պիտի վերջացնեմ, սիրելիներ, հիշեցնելով այն կնոջ պատմությունը, ով գցեց թղթադրամը առանց ձայնի, առանց ուշադրության, առանց փառքի, եւ թղթադրամը իջավ ինչպես մի փետուր, եւ այդ ձայնը լսեց միայն Աստված։ Թող մեր գործերը լինեն այդպես, ոչ բարձրաձայն, այլ միայն Աստծուն լսելու, ոչ թե մեր փառքի համար, այլ Քրիստոսի փառքի եւ իր ժողովրդի, իր համայնքի օրհնության համար։